այս ֆրանսիացիները միշտ տարբերվել են աշխարհի բոլոր ազգերից եւ մի հետաքրքիր պատմություն կա Վիկտոր Հյուգոյի հետ կապված։ Գաղտնիք չէ, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հեղինակը հայտնի գրող Վիկտոր Հյուգոն է, ով ծագումով ֆրանսիացի է, ապրել եւ ստեղծագործել է Ֆրանսիայում։ Եվ այսպես շատ գրողների մոտ խնդիր է առաջանում սկսած գործը ավարտին հասցնելու, երբ տոնահանդեսները, դիմակահանդեսները թույլ չեն տվել հարգարժան Վիկտոր Հյուգոյին շարունակելու իր սկսած աշխատանքը, նա կայացնում է մի տարօրինակ որոշում։ Նա սափրում է իր մազերի կեսը, գլխի կեսը սափրում է ինչպես նաև իր մորուքը, դեմքի մազերը, մի մասը սափրում է, մի մասը թողնում է։ Դրանով ամաչելով դուրս չի գա ինքը հասարակություն, տանը կնստի եւ կշարունակի իր Փարիզի Աստվածամոր տաճարը վեպը եւ այսպես էլ արվեց ու ժամանակին այն հանձնեց տպագրության։ Գիտեիք այս մասին։